Բոլորս անտուն ենք, այստեղ է մեր տունը, բոլորս անտուն ենք, այստեղ է մեր տունը, այստեղ են բույն դնում հավքերը մեր հուշի, այստեղ են մեզ տանում թևերը մշուշի, այստեղ է մեր սերը, մեզ այնտեղ խապել են, անիմաստ հոգսերը, անհետետ կապերը, այստեղ են համբարձվում մեր ծիծաղն ու լացը, այստեղ են սաղացնում մեզնից խլացը, այստեղ է, ախ, այստեղ հեքիաթը կյանք առնում, երբ մենք մեղքի անթեղ հրեշտակ ենք դառնում, կյանք ու մալի միջև, ուր դեռ կա մեր հունդը, կքնենք մենք մինչև մեր հաջորդ ծնունդը։ Մենք բոլորս գիտենք, որ մեր ժողովուրդն ինչպիսի տաղանդավոր ժողովուրդ է, և դրանից զատ յուրաքանչյուր անհատ, երբ որ ծնվում է, նկարչի նման նկարչի վրձինով փորձում է կերտել իր նկարագիրը, մինչև իր կյանքի ավարտը։ Մարդը կերտում է իր նկարագիրը և կարծես մի պատկեր լինի։ Եվ կյանքի ավարտին, երբ որ նայում ենք այդ պատկերներին, արդեն հետնորդները, ոմանցից իհարկե նողկանք են զգում մարդիկ, իսկ ոմանք էլ, այո, արժանի են լինում մի հպարտության և հիացմունքի, երբ որ տեսնում ենք այդ կերտած պատկերը, և իհարկե նրանց մասին գրվում են երգեր, նրանց մասին գրվում են բանաստեղծություններ, նկարում են նրանց քանդակներ, ինչպես նաև գրքեր, որի առիթով այսօր մենք հավաքվել ենք, մենք այսօր հավաքվել ենք քառօրյա պատերազմի հերոս մարտական խաչ առաջին աշճանի ասպետի իշխանությունագիր Սասուն Մկրտչյանի հիշատակին, նվիրված այս գրքի շնորհանդեսին, և ուզում եմ ասել, որ անշուշտ Սասունի արյունով հոսել էր մեր դեռ պապերի այն գենը և ճակատագրի բերումով մեր ժողովուրդը շատ պատերազմներ է տեսել և իմ խորին համոզման բոլորս կբերենք շատ օրինակներ հայրենասիրական դրսևորումներից, այդ խաղաղ դրսևորումներից և անշուշտ այդ ամենը փոխանցվել է սերնդե սերունդ։ Ասեմ անկեղծորեն, ես երբ որ տեսնում եմ հերոսների ծնողներ, ես կարծես փոքրանում եմ ամենայն անկեղծությամբ, այնքան վեհ եք դուք, այնքան բարձր եք, այնքան սենց իջնում եմ ներքև, սենց փոքրանում, որովհետև դուք շատ բարձր եք ու շատ վեհ։ Այո, ես այդ զգացումն եմ ապրում և վերջում ինչ եմ ուզում ասել, որ երբ որ առաջացավ գրքի ստեղծման գաղափարը, պետք է խոստովանեմ, որ մեր գրադարանի աշխատակիցներ երկարամյա տնօրեն մշակույթի վաստակավոր գործիչ Հասմիկ Կարապետյանը անմիջապես նրանք օգնեցին այդ աշխատանքներում և վերցրեց խմբագրական աշխատանքները, գծափարենք ձևավորման աշխատանքներ իրականացրին մեր հասարակայնության կապերի և միջոցառումների բաժինը, Մարինի Ղազարյանի գլխավորությամբ, Լիլիթները և Եվ փաստորեն դրանով մեր գրադարանը կարծես թե մի փոքր գույն ավելացրեց այն կտավի վրա, որի վրա գրված է շնորհակալ ենք ձեզ և պարտական։ Բարի օր բոլորին։ Ես երբեք 5 ելույթներից առաջ չեմ պատրաստվում, էմոցիոնալ բնավորություն ունենալով, ինձ մոտ այդ պահին ինձ զգացողություններ առաջանում է, ես այդպես եմ արտահայտում իմ մեղքերը։ Ես ինքս կես ասունցի, կես մշեցի եմ, Ֆարադի և Նարինեի զեմլյակ հողագիծը և համարում եմ, որ մեծ պատիվ է Թալինի տարածաշրջանին, որտեղ ծնվել է և Ֆարադը, և Նարինեն, և ես, և Սասունը։ Գիտեք, երբ փոքր էի և Թալինի Կաթնախտի գյուղում եմ ծնվել, մեր դասարանում 32 հոգի էինք, ուրեմն 5 հոգի Սասուն անուն ուներ, 3 հոգի Տարոն, մի քանիսը Վրեժ տղաները։ Փոքր ժամանակ չէինք հասկանում, թե ինչու են այդքան անուններ դրվում մեր տղաների վրա։ Ինքս Եղեռնից մազապուրծ եղած մեծ Գերդաստանի
ժառանգորդ եմ, տատս այդ Գերասանի ժառանգորդն էր, պապս, որը հայրենական պատերազմում զոհվեց, եւ տատը մենակ մեծացրել էր իր 6 երեխաներին։ Հետո ինքը որ սկսեց պատմել ցեղասպանության մասին, որտեղ 10 տարեկան էր եղել եւ հրաշալի հիշողություն ուներ, ես հետո արդեն երբ որ քիչ-քիչ ինքնագիտակցությունս արթնանում էր մեջս, այսինքն հայի արյունը, սասունցու կամ տարոնցու անունը իր մեջ կրելու այդ հոգեբանությունը մեջս արթնանում էր, ես սկսեցի հասկանալ, թե ինչու են այդքան շատ սասուն, տարոն, վրեժ, ազատ եւ այսպես շարունակական անուններ դնում։ Եվ այսօր, երբ որ ինչ-որ մեկը քննարկում է ցեղասպանության լինել չլինելու խնդիրը, սա իմ անձնական կարծիքն է, ոչ մեկի առարկությունը կամ համաձայնության կարիքը չունեմ, անկեղծ ասած, ես այդպես մտածում եմ, այդպես զգում եմ, հանկարծ ինչ-որ մեկը փորձում է կասկածի տակ դնել։ Մենք այդ ժամանակաշրջանի ցեղասպանությունից փրկվածների ժառանգներս դա թույլ չենք տալու։ Կարող է թվալ, թե այսօրվա գրքի հետ կապված իմ խոսքը գուցե այդքան հարիստ չի կամ այդքան պատեհ չի այս պահին։ Գիտեք, ես ուզում եմ դարձյալ ոչ մեկի կարծիքը հաշվի չառնելով, երբ որ տարիներ առաջ ես այս գրադարանն էի տնօրինում եւ Տարոն Մարգարյանը հեռախոսով զանգեց եւ ասեց. Կարապետյան, պիտի աշխատանքի ընդունես մի քանի հոգու։ Ես բնականաբար անմիջապես այսպես վարչական բան ասում եմ, ինչ կրթություն ունեմ, բան սկսեցի այսպեսի հարցեր տալ, ասեց կապ չունի, մեր ապրիլյանի տղեկի մայրերն են։ Ուրեմն որևէ խնդիր չկա, մենք անպայման կընդունենք։ Այդպես էլ Նարինեն եկավ մեր գրադարան։ Եկավ, գեղեցկացրեց մեր կոլեկտիվը, գրադարանը 200 աշխատակից ունի, իր համեստությամբ, իր գեղեցկությամբ, իր մեղմությամբ, իր խոնարհությամբ գեղեցկացրեց Նարինեն, չմտածելով, որ մեզ էլ է գեղեցկացնում դրանով։ Ես շնորհակալ եմ քո տեսակի համար։ Եվ քո ընտանիքում Նարինեն չէր կարող սասուն չծնվել։ Չէր կարող չծնվել այն տղան, որ ինչպես Գարեգին Նժդեգն էր ասում, գրքի շապիկի դարձ երեսին Գարեգին Նժդեգի խոսքերը մենք պատահական չենք դրել։ Հայրենիք մի սպասեք օտարից եւ ճակատագրից։ Եթե դա ձեր արյունով պաշտպանելու չափ հայրենասեր չեք։ Գարեգին Նժդեգի խոսքերն են։ Եվ բնականաբար այս հոգեբանությամբ, այս պատմական Հայաստան, ես պատահական չեմ ասում այդ բառը, պատմական Հայաստանի կարոտը, կորուսյալ հայրենիքի կարոտը իր մեջ պահած սասունը չէր կարող չկանգնել հասակով մեկ, անգամ գիտակցելով, որ դա կարող է իր կյանքի վերջին պահը լինել, բայց նա գնաց դրանով, թուրքին ասելու, որ ես քեզանից չեմ վախենում, ես էլ մի առյուծաձև մհեր եմ, անունը սասուն է, բայց ես էլ առյուծաձև մհեր եմ և կանգնած եմ ձեր առջև։ Գիտեք, վերջերս ես այս մասին շատ եմ խոսում և պիտի շարունակեմ խոսել։ Նապոլեոնի կենսագրությունն էի թերթում և մի այսպիսի արտահայտության հանդիպեցի։ Ինձ անդադ հետաքրքրել է, թե պատմական այդ անհատները ինչ են իրենց մեջ կրել, որ կարողացել են հարյուրավոր, հազարավոր կամ միլիոնավոր մարդկանց տանել իրենց հետևից։ Եվ այսպիսի մի արտահայտության հանդիպեցի, ասում է, որ աշխարհը տառապում է ոչ թե վատ մարդկանց բռնարարքներից, այլ լավ մարդկանց լռությունից։ Մենք այդ լավ մարդկանց գենը, պատմական հիշողությունը կրող ժողովուրդն ենք, բարձրագոչություն թող չթվա, ես այդպես մտածում եմ, և այդպես տարիներ շարունակ մոտ 30 տարի փորձել եմ ղեկավարել այս գրադարանը, որի ավանդույթներն այսօր շարունակվում են, և դա էլ լավ է, որ կարողանում ենք այդ ավանդույթները պահել։ Ես հասկացա, որ մեր լռությունը պետք եղած ժամանակ հանկարծ կորչում է ու կանգնում է ժողովրդի ոգին, կանգնում են սասունները, կանգնում են վրեժները, կանգնում են տարոնները, կգա այդ պահը, վստահ եղեք, սենց երկար չի կարող շարունակվել։ Մի ուրիշ արտահայտություն էլ եմ ուզում անել Համոսարյան։ Նրա հետ հարցազրույցներից մեկում լրագրողի այն հարցին, թե ինչ կասի Հայաստանի այսօրվա վիճակի մասին, Համոսարյանը պատասխանում է, որ աշխարհը համեցեք պարոն Ստեփանյան։
Մեր հերոսիներ մեր ծափերը Համոսայանին հարցնում են, թե Հայաստանի մասին, Հայաստանի իրավիճակի մասին ինչ կարող է ասել։ Դեռ 30 տարի առաջ այդ մեծ մտածողը ասում է, որ աշխարհը, ես նորից եմ ասում, ոչ թե թուրքը, ոչ թե ռուսը, ոչ թե չգիտեմ ով, ադրբեջանցին, այլ աշխարհը ուզում է խլել մեզ։ Մենք այսօր դրա ականատեսն ենք, որ աշխարհը այո ուզում է խլել։ Մեր պատմական հիշողությունը, մեր ստեղծագործ միտքը եւ մեր միասնականությունը։ Աշխարհը հարյուրավոր տարիներ, հազարավոր տարիներ փորձել է դա խլել, բայց մեր ժողովուրդը փյունիկի նման հառնել է։ Այսօր էլ մենք այնքան, ոչ թե այնքան, այլ շատ վատ իրավիճակի մեջ ենք, որտեղ աշխարհը կանգնել է այս մի փոքրիկ Հայաստանը վերացնելու ճանապարհին, առանց հասկանալու, որ առանց այս փոքրիկ Հայաստանի աշխարհը կորցնելու իր սիրտը։ Շատ դժվար էր ինձ համար խմբագրել այս գիրքը, անկեղծ, որտեղ ես անցա Նարինեի ապրումների միջով, ես անցա Վարադի ապրումների միջով, նրա քրոջ, նրա ընկերների, նրա սիրած աղջկա, նրա զինակցի, մեր Հարգարժան Ստեփանի, նրա հրամանատարի, ջոկատը հրամանատարի հեղինակը, ինչքան գիտեմ, այդ վիպակի հրամանատարը այստեղ է, իմ խոնարհումը ձեզ, որ դուք այդ հրաշալի գեղարվեստական գործ եք ստեղծել եւ շարունակեք գրել ձեր զինակից ընկերների մասին, որտեղ պատմությանը մնում են այդ գրավոր հիշատակությունները եւ մեր պատասխանատվությունը մեր երկրի յուրաքանչյուր թիս հողի համար։ Ստացվեց գիրքը, այսօր մենք հավաքվել ենք այդ առիթով, փառք Աստծո, որ հաջողվել է, որտեղ սա մի անձեռակերտ հուշարձան է մեր հերոսին նվիրված։ Բայց ուզում եմ խոսքս եզրափակել, գուցե շատ էմոցիոնալ, բայց ես դա զգում եմ։ Գիտեք, երբ որ վաղը մենք բոլորս կլինենք այնտեղ, որտեղ այսօր մեր տղաներն են, երես ունենանք նայելու նրանց աչքերին։ Բարև Սասուն, Արցախից եմ եկել, այն Արցախից, որին խառնեցիր սուրբ արյունը, սրբացրիր հողը, ազատագրեցիր, եւ ինձ թվում է, հենց հիմա դու կերևաս բարձունքին կանգնած, կերևաս հենց քո ազատագրած 170 դիրքում, մի մեծ փունջ ծաղիկ գրկած, այն ծաղիկները, որոնք աճում են թալիշում, կգրկես այդ ծաղիկների փունջը այդ բաց մանուշակագույն ծաղիկների փունջը ու կասես Նարինե մայրիկ, գոհար աղջիկ, ձեզ եմ ուղարկում, իմ սիրելի քույրիկ, քեզ եմ ուղարկում այդ ծաղիկները։ Սրանք այն հողից են, որի համար կռվել են հազարավոր տղաներ, կռվել են, նահատակվել են հույսով, որ այն եւ համոզված, որ այն մերն է մնալու է։ Սասուն է իր երգում, սասուն է իր կանչում, երգիր է իր տենչում, համոզված, որ Արցախը հաստատ քոն է։ Ցավոք, լավ բան ասել չեմ կարող ստասում։ Հաճույքով կլինեի Թալիշում, այնպես ինչպես պարոն Վահրադի եւ սիրելի Նարինեի հետ գնացինք այն վայրը, որտեղ հենց քո արյունն էր խառնում։ Գոնե մի բուռ հող կբերեի քեզ։ Չհաջողվեց։ Այսօր մեր երեխաները, մեր ապագան, այստեղ ասում են, բարձունքը մերն է, Սասունը
չեմ ասի այդ բառը, նա կա, նա ապրում է, նա հենց այստեղ է, նա բոլորիս կողքին է, նա Արցախում է ու սպասում է, որ կգնան իր զինակիցները և կազատագրեն այն։ Իհարկե, պատերազմը զոհերել են դիմում, բայց նաև մեր զոհերը սովորեցնում են ապրել։ Ակամայից հիշում եմ Գեղամ Սարյանի խոսքերը, թվում է, սա հենց ինքը Սասունն է ասել։ Մի սարսափիր մահից դու, իմ բարեկամ, իմ ընկեր, մահը կորոշ չէ մարդու, կործանում չէ դեր, սարսափիր դու երբ գիտես ապրում ես ու կաս ու քո կյանքում այս կյանքին բան չունես որ տաս։ Սասունը տվեց թանկագինը, Սասունը տվեց, որ ապրենք, Սասուն, սիրելիս, այո արյուծասիրտ ես, այո քաջ ես, այո սասնածուռ ես, այո մեր սիրելին ես ու կմնաս հավերժ, քո անունը երբեք չի մոռացնի, սերունդներ կգան, կհիշեն քեզ, Արցախն էլ կազատագրվի, այդպես չի մնա, սա անարդար է, չի կարելի այդպես, այն հողը, որի համար պայքարեցինք երկար տարիներ, 35 տարի կռվեցինք ու դատարկաձեր մնալ, չի կարելի, վկան մեր տղաները, կռված ու կռվող տղաները, նրանք կհաստատեն, որ կյանքը այդպես չի մնա, մենք կգանք Սասուն, այնտեղ, որտեղ քո հոգին է թևածում, կգանք ու դու կհանդիպես մեզ հետ, մենք էլ կասենք, ապրես դու Սասուն, քո ոգին մեզ բերեց այստեղ, շնորհակալություն Տիկին Մարինեին, շնորհակալություն բոլոր նրանց, օգնեցին որտեղից այս գիրքը լույս տեսնի։ Սա սովորական գիրք չէ, սովորական թղթերից կազմված գիրք չէ, սա մոր խոսք է, սա հոգու ճիչ է, սա հայրենիքի կանչ է, որը գրել է ոչ թե իր ու պարոն Ֆահրադի համար, այլ գրել է սերունդների համար։ Այո։ Կապրի մեր ազգը, կապրի մեր ժողովուրդը, կազատվի բոլոր վիժվածքներից ու այն մաքրամաքուր Արցախը նորից Հայաստանի գրկում կլինի այնպես, ինչպես տասնյակ տարիներ առաջ էր, հավատացեք, կլինի, ես հավատում եմ։ Շնորհակալ եմ։ Ժայռերից պոկված, հանսիշտ թշնամուտ բասկովդ խեղտած, սուրբ հողից զինվոր, ազգիտ նվիրյալ, ուր էլ որ լինես, չես դառնա անցյալ։ Նույն շարքում ես դու հպարտ անսասան, հետախույզ արի Սասուն Մկրտչյան։ Անունդ անգամ վրեժից առավեր, Սասնա հողերին կարոտ ու ձգտող, Արցախը կյանքիդ կարևոր փուլն էր, իսկ մեր երգիրը ապագա ու հույս, Սասուն, հետախույզ, զինվոր ու մարտիկ, ամեն կոչում ազգի հույս ու լույս, ապրել ես, ապրում ես, ու միշտ էլ կապրես, դու դեռ անին էլ պիտի հետ բերես, թեկուզ երկնքից, թեկուզ ոչ զենքով, մենք վերևում էլ կհաղթենք ոգով, ամպերից էլ վեր մեր բանակն ունենք, քոպես նվիրյալ բազում տղերքի, ովքեր մեր ուժն են, մեծ թափ պահողը, միշտ հիշեցնում եք, թե որն է հողը, պատվով ու փառքով դարձար նահատակ, հայոց բանակին պահապան հրեշտակ։
Ծնունդն
դրե Egitեք հենլո Էլ չեմ լինելու Սկիզբել սրա ահն է դնելու Estες όρνετσι Estες όρνετσου Έμορ չեմեղե Էչե ինելու Այո մեր նահատակներին, մեր խոնարհումը նրանց ծնողներին, փառք ու պատիվ մեր օրյա ապրող հերոսներին և փառք ու պատիվ մեր այն զինվորին, ով այսօր կանգնած է սահմանին և մեր աղոթքները, մեր սերը թող դառնա վահան նրանց համար և պահի պահպանի նրանց, վաղը մեր բանակի օրն է, եկեք մեկ անգամ ևս ծափարենք նրանց։ Ճիշտ ասած մի քիչ հուզված եմ։ Մի պահ գնացի դեպի 16 թիվ ապրիլյան պատերազմ, որտեղ վերջի անգամ Մկրտչյան Սասունի հետ մարտական գործողությունների մասնակից էինք։ Մի պահ հիշեցի, թե Սասունը վերջի արտահայտությունը ոնց արեց, ասաց հրամանատար դավատի տարեցին։ Ես մի հպարտ եմ, որ ունեցել եմ նմանատիպ զինվոր, հերոս զինվոր, և ցավում եմ, որ ինքը այս պահին մեր հետ չի։ Շնորհակալություն եմ հայտնում բոլոր ծնողներին, հերոսացին մայրերին։ Ես խոնարհում եմ ձեր առաջ, որ մեզ ասել եք նմանատիպ ժառանգ։ Եվ բոլոր մեր մարտական ընկերները, այսօր նստած են իմ մարտական ընկերները, Սասունի մարտական ընկերները, որոնք Սասունի հետ անցել են մեծ ճանապարհ։ Եվ ավելի լավ ճանաչում են Սասունին։ Եվ մարտական գործողությունների մեջ, եւ հումորային ասպարեզից, որ ցանկացած մարտական գործողություններից առաջ բոլորից եւ ուրախացնում էր։ Եվ հպարտություն էր պարգևում։ Այո, այսօր մեծամասնությունը ճանաչում են որպես հրամանատար ինձ, բայց իմ հերոս զինվորի շնորհիվ, որովհետև նմանատիպ ազնվորությունը բոլորիս պատմություն պարգևեց, պատմության էջերում գրեց, ոնց որ այսօր այս գրքի շնորհանդեսն է, ես ուրախացել եմ, իրոք հպարտացել եմ, որ վերջապես Սասունի վերաբերյալ և քառօրյա պատերազմի վերաբերյալ ևս մեկ պատմություն գրվեց։ Եվ շնորհակալություն եմ հայտնում կազմակերպիչներին, Տիկին Նարինե ձեզ, որ նմանատիպ միտքը եղացել ձեր մոտ, որ կարողանանք մեր Սասունի անունը բարձր պահենք և մեր մատաղ սերունդը կարողանա ապրել դրանով։ Թուրքը էլի նույն թուրքն է, վախենալ պետք չի, ու ամեն ավել պակասի վերաբերյալ պետք չի լսել, ինչ է ասում։ Այսօր վախենում ենք Սյունիք կորցնենք կամ չգիտեմ նոյեմբերյանի գյուղեր կորցնենք։ Պետք չի նմանատիպ տնտեսակերպով ապրենք։ Մենք դեռ հաղթելու ունենք։ Ունենք Արցախ, որ պիտի հետ բերենք, ունենք Նախիջևան և մեծ հայրենիք։ Այդ համար պիտի ապրենք։ Մենք չենք ապրում հերոսանալու համար, մենք ապրում ենք մեր սերունդին ապրեցնելու համար։ Շնորհակալություն, Պարզը, շնորհակալություն Տիկին Նարինե և շնորհակալություն բոլոր հեղինակներին, ովքեր օգնել են նմանատիպ գիրքը լուսաշխարհ բերելու համար։ Շնորհակալություն։ Ամեն բարակայի, եկել լավ ընկերներ եմ տեսնում։ Ես ասեմ, Գերևի արտահայտվելու համար գիրքը կարդալու կարիքը չի գա։ Գիրքը ինքնին արդեն կյանք է տալիս տվյալ նվիրյալին և շատ-շատերին հույս է տալիս։ Այնպես որ ես կարծում եմ, որ
մեր հերոսների, նահատակների, ոչ նահատակների, վիրավորների ամեն մեկի մասին եթե մի հատ փոքր գիրք գրվի, մի հատ մեծ քրատարան է պետք մեզի նորեն։ Այդ լավ գլար, որ բոլոր գիրքերը գրվեր ոչ մնացածներին, միշներին չի զոհվեին, չվիրավորվեին, մնային, բայց կնահատվեին։ Ավելի բան չեմ կարող ասել, փառք բոլորին։ Los
Գիրքը հուշարձան է, գիրքը պատմություն է, ու շատ բաներ կփոխի, բայց գիրքը մնում է։ Եվ վերջապես գրքով մենք 100 տարի, 1000 տարի հետո կիմանան ինչ է կատարում դրասը, իրականում ինչ է եղել։ Ես Սասունին չեմ ճանաչել, իրականում կյանքում չեմ ճանաչել, բայց հետո շփվել եմ ծնողների ընտանիքի հետ եւ հասկացել, որ նման ընտանիքում ծնված տղան այլ կերպ չէր կարող լինել։ Նման ընտանիքում ծնված տղան արվեստ պիտի լիներ, ոնց կարող արվեստ չլիներ։ Եվ Սասունը մեր արվեստ տղերքից մեկն էր։ Փառք Սասունին, փառք մեր բոլոր տղաներին, զոհված հեքենթանի, ես էլ եմ անցել պատերազմի միջով, գիտեմ թե ինչ է պատերազմը, փառք բոլորին, աշխարհը միշտ փոփոխվում է, փոփոխական է եւ շատ կարճ ժամանակ հետո գիտի ինչ է լինելու, մենք պարզապես պիտի պատրաստ լինենք մեր հողերը հետ վերցնելու եւ եթե լինելու է պատերազմ, թող երբեք մեր սահմաններից ներս արկ չպայթի, սահմաններից դուրս լինի։ Եվ շնորհավորել եմ նորից Նվեր ջան, ձեզ այս մեծ այս գրքի համար ես մի փոքրիկ կատարում երգերի նվիրեմ ձեզ Սասունին, լավագույն տղերքը մենք ենք։ Չխառնենք երբեք լավ է վատի հետ, չփորձենք վառել թացը չորի հետ, Աստված ոչ անի հանկարծ շփոթենք, թույլ ու վախկոտին լավագույնի հետ, Աստված ոչ անի հանկարծ շփոթենք, թույլ ու վախկոտին լավագույնի հետ, լավագույն տղերքը մենք ենք, այդ դու ես եմ և նա, որ ազի բեռը կամովին, վերցրել ենք մեր ուսերին, լավագույն տղերքը մենք ենք, այդ դու ես եմ և նա, որ ազգի բեռը կամովին, վերցրել ենք մեր ուսերին, լավագույնները չեն թողնում գնում, երբ հայրենիքն է ծանր վիճակում, լավագույններն իզեն գոչեցին, շատեր ավաղ ընկան այդ կռվում, լավագույններն իզեն գոչեցին, շատեր ավաղ ընկան այդ կռվում, լավագույն տղեն Սասունն է, դուշման Վարդան ու Պետրոն, լավագույնը այն ընկերն է, որ ոտքը թողեց Արցախում, լավագույն տղեն Սասունն է, դուշման Վարդան ու Պետրոն, լավագույնը այն ընկերն է, որ ոտքը թողեց Արցախում, լավագույնները փորձում են շտկել, ճգնում են երկրի ապագան կերտել, լավագույններն ազգային շահը միշտ վեր են դասում իրենց շահերից, լավագույններն ազգային շահը միշտ վեր են դասում իրենց շահերից, լավագույն տղերքը մենք ենք,
Այդ դու ես եմ և նա, որ ազգի բեռը կամովին, վերցրել ենք մեր ուսերին, լավագույն տղերքը ենք են, այդ դու ես եմ և նա, որ ազգի բեռը կամովին, վերցրել ենք մեր ուսերին, որ ազգի բեռը կամովին, վերցրել ենք մեր ուսերին։ Կանչին միշտ հավատարի
2016 թվական, երբ ես 8 ամսվա զինվոր էի ժամկետային եւ սկսվեց ապրիլյան քարորյա պատերազմը։ Մի քանի օր հետո, երբ որ արդեն խոսում էր մեր ընկած տղաների մասին, ամբողջ զորամասը կանգնած էր ու իմ զորամասի հրամանատարը սկսեց խոսել ապրիլյան պատերազմում այն բացառիկ սխրագործություններ արած տղաների մասին, որոնցից ցավոք շատերը արդեն չկային։ Ես հիշում եմ հրամանատարը արեց արտահայտություն, ասեց կարաք մի հատ Սասունցու նման լինեք բոլորդ ու սկսեց խոսել Սասուն Մկրտչյանի մասին։ Ես էլ լինելով Սասունցի առաջին հերթին ունեի այդ հպարտությունը, որ Սասունը Սասունցի է, ես էլ իր կրողն եմ ու բոլորը պատասխանեցին ճիշտ այդպես։ Եվ երկրորդ անգամ, երբ որ պատերազմից, ապրիլյան պատերազմից 2 շաբաթ հետո, սա ոչ մի չափազանցություն չի, ուղղակի կատարվել է առանց ինչ-որ հատուկ նկարահանման, մեր զորամասի հրամանատարը տարավ մեզ եռաբլուր։ Ասեց երթվեք տղեքի շիրիմներին, որ իրենց նման եք լինելու, իրենց գործը կիսատ չեք թողնելու։ Ես այդ երթումով ապրել եմ, ապրում եմ ու այդ երթման գաղափարով Սասունի գործը շարունակելով մեկնել եմ Արցախ, որտեղ կիսատ թողած գործ ենք թողել 44-օրյա պատերազմին։ Այսօր Սասունը չկա, բայց Սասունը դարերով ապրելու է։ Սասունի կատարած սխրանքով, եթե շարժում ենք բոլորս, մեծ եւ փոքր, հղա թե աղջիկ մենք, մեր կորսված հայրենիքները հետ կբերենք։ Երբ որ Սասունի գաղափարով բոլորս փորձենք առաջ շարժվենք, մեզ ոչ ոք չի կարողանա հաղթել։ Ես անվերջ կարող եմ խոսել, բայց կուզենամ շատ կարճ եւ մի փոքր երգեմ, որ իմ ուսուցիչը Անդրանիկ Սարգսակ Մանուկյանը գրել է հենց Սասունի զոհվելուց հետո եւ նվիրել ապրիլյան քարորյա պատերազմը անմահացած մեր բոլոր տղերքին։ Մի փոքր կատարում հենց առանց երախտության Նավիրյալ տղեկ, անմեր հոգիներ, քնած թե արթուն, հրեշտակած խումբ, քնած թե արթուն, հրեշտակած խումբ, դարեր շարունակ, թշնամին վայրակ, կուզերը միշտ ջնջել, լույսի պես աշխարհ, Կուզերը միշտ ջնջել, լույսի մեր աշխարհ, դուք նվիրվեցիք, նահատակվեցիք, կյանքի նոր ծիլեր, սեր մեր ցանեցիք, դուք նվիրվեցիք, նահատակվեցիք, կյանքի նոր ծիլեր, լաոցանեցիք, Կանգնած դիրքերում, կյանքով դուք լեցուն, հանկարծ հարցակում, արցախյան դաշտում, հանկարծ հարցակում, արցախյան դաշտում, նորից թափվեցին անմեղ արյուններ, բացվեցին վերքեր, ուրեն մեր զենքեր, բացվեցին վերքեր, ուրեն մեր զենքեր, դուք նվիրվեցիք, նահատակվեցիք, կյանքի նոր ծիլեր, սեր մեր ցանեցիք, դուք նվիրվեցիք, նահատակվեցիք, կյանքի նոր ծիլեր, սեր մեր ցանեցիք, Սասունը այսօր սերմեր ունի, Սասունի սերմերն իր գործաղացելու են, հավերժ պարկ Սասունին։ Ասել, որ երբեք չեմ պատրաստվում Սասունի մասին խոսել անցյալ ժամանակով։ Եվ բոլոր այն հերոս տղաները, որոնց շիրիմի առաջ մենք պարտավոր ենք խոնարհվելու, վստահ եմ, որ մենք բոլորս էլ նրանց մասին խոսելիս պիտի խոսենք միշտ ներկա ժամանակով։ Սասունը եղել է, կա և հավերժ մեզ հետ է լինելու։ Ես շատ դիպուկ նկատեցի մի բան, որ շատ ճիշտ էր վերնագրված գիրքը։ Դա այդ ամբողջ Սասունի մարտական հոգին, ուժը, հայացքները հայրենիքի նկատմամբ այդ մի բառով ամփոփված է։
ասեմ, որ ինչ որ պատմեցին Սասունի մասին, ներկայացրին ընտանիքը եւ իր անցած ճանապարհը, ես ուղղակի ականատես եմ եղել այդ ամենին։ Չէր պատկերացնում, որ Նարինեի Ֆարադի ընտանիքում մեծացրած զավակը կարող էր այլ մտածել եւ ուրիշ այլ արժի համակարգ ունենալ։ Ես խորությամբ եմ մտածել, վերլուծել եմ Երևանում ապրած երիտասարդը շատ հավանական էր, որ նա ունենա ուրիշ նախասիրություններ։ Ապրեր իր երիտասարդին բնորոշ կյանքով, ինչպես որ երևանաբնակ շատ երիտասարդներ։ Բայց մի պահ, որ խորանում ենք, ինչքան հսկայական աշխատանք է արվել այդ ընտանիքում, պապական եկած սասունցիների, այսպես ասած, այդ հայրենասիրական ոգով, որ կարողացել են այդ ընտանիքում մեծացրել տղա երեխա, որը զերծ է եղել բոլոր տիպի վատ արարքներից ու լցվել այդպիսի հայրենասիրությամբ։ Ասեմ, որ այդպիսի հայրենասիրության հոգով ու բարձր արժեքներով է նաև Սասունի քույրը։ Յուրաքանչյուրն իր տեսակի մեջ առանձնահատուկ։ Կողքից նայում ես ընտանիքին ու հասկանում ես, որ դա մեկ օրվա եւ տարիների աշխատանք չէ, որ դա ծնվել է այդ երեխան այնպիսի մի օջախում, որ տարիներ շարունակ դարձավ այնպիսի մարդ, որ կարողացավ անել այն, ինչ արեց։ Սասունը գիտակցաբար է գնացել ռազմական իր գործին։ Ես 25 տարեկան էր Սասունը, երբ մի անգամ պատահական մենք հանդիպեցինք, զրուցեցինք ընդհանուր, երբ հեռացա իրանից, ես նոր եմ այդ մտքերը։ Ես ինձ մտածում եմ, ես այս տարիքին չունեմ կյանքի նկատմամբ այդքան խոհեմություն, լրջություն եւ պատկերացումներ շատ բնակավարների, ոնց որ Սասունը, գաղտնապահ, լուրջ, կազմակերպված, խորաթափանց, իր տարիքից բավականին բարձր մտածում։ Սասունը եթե գնացել այդ ռազմական ծառայությանը, ես վստահ եմ, որ նա չի ունեցել այն միամիտ հավատը, որ ամեն ինչ հեշտ է լինում։ Եվ այն դժվարին ճանապարհը, որ անցել է մեր տղան, դա ոչ թե նրան հուսահատեցրել են, ընկճել, հետ մղել, ազդել իր մարտական ոգու վրա, այլ դրա շնորհիվ նա ավելի ուժեղ է դարձել, ավելի հայրենասեր։ Մի պահ պատկերացնենք այդ տարիքի տղան ինչքան համարձակություն պետք է ունենար, ինչքան հայրենասիրություն, որ գիտակցաբար, որ դա իր կյանքն է ինքը տալու, հայրենիքին ու տվել է դա։ Մենք թվում է, թե դա կարող է փիլիսոփայություն թվա, բայց դա մարդը հոգեբանորեն պատրաստ եղել դրան։ Իսկ ինչպես է պատրաստ եղել իր արժեհամակարգով, իր ապրած ճանապարհով, իր ընտանիքից գրած արժեքներով։ Ես ուզում եմ Վիկտորին խոնարհումը հայտնել նաև բոլոր այն մեր տղաներին, որոնք արեցին այն, ինչ որ պետք էր անել հայրենիքի համար։ Եվ ես ցավում եմ նաև, որ հիմա մեր դպրոցներում կա շատ սարսափելի բան պիտի ասեմ, որ փառքի անկյունների հետ կապված, մեր հերոսների հետ կապված, քիչ դրանք փորձում են հանել սերնդի հիշողությունից։ Ես այս գիրքը արժևորում եմ նաև նրանով, որ սա մի ուղերձ է այս նեղ ու սև ժամանակում, երբ մեր սերունդը արդեն կարծես թե պարտադրված, պետք չի, որ ծնողը մտնի դպրոց ու տեսնի այդ փառքի անկյունը նվիրված մեր հերոսներին, դա թող լինի մի մեծ դասագիրք, լինեն դասագրքեր, որտեղ ես վստահ եմ, որ սա սկիզբն է, եւ վստահ եմ նաև, որ Սասունի վերաբերյալ այս գիրքը գնալու է սերունդներին որպես հայրենասիրության մի նոր քարոզ։ Եվ թող այդպիսի գրքեր շատ լինեն, որովհետև ափսոս են մեր երիտասարդները, որոնք այսօր չեն կարողանում մտածել այնպես, ինչպես որ մտածեցին մեր հերոսները։ Նրանք կան մեր կողքին։ Ճիշտ է, մեզ դժվար է, որ այսօր մեր երիտասարդները միգուցե եւ շատերը կան, որ չեն կարողանում ընկալել այս ամբողջ իրողությունը, որ կատարվել է,
բայց ուրախ եմ, որ շատերը դա գնահատում են, հասկանում են ու հավերժ ապրեցնելու են։ Ես իհարկե նրան լավ չեմ հիշում, բայց երբ նայում եմ նկարներին, ինձ թվում է, որ նա միշտ իմ կողքին է եղել։ Ինձ թվում է, հիշում եմ, թե ինչպես է նա ինձ հետ խաղում, խոսում, պատմում։ Հայաստանի Հանրապետությունում կան շատ ու շատ հերոսներ, բայց ինձ համար միակն ու անգրկներին Սասուն Մկրտչյանն է։ Ես ծնվել եմ սեպտեմբերի 21-ին ազատ ու անկախ Հայաստանի Հանրապետությունում։ Ինձ ամոնել են Սասուն, ի պատիվ աշխարհի ամենաբարի, ամենաազնիվ ու քաջ մարդու, Սասուն Մկրտչյանը եւ հերոս Քելուն։ Ասում են մենք իրար շատ ենք անում, խոստանում ենք ես եմ։ Խոստանում ենք։ Մենք նման սիրենք այս հողը, այս երկիրը, այս պետությունը։ Հարգելի եւ սիրելի ներկաներ, այսօր հավաքվել էինք այս ջերմ դահլիճում եւ սրտի եւ խոնարհման խոսք ասեցիք Սասուն Մկրտչյանին եւ շնորհավորեցիք Արյուծասիրտը գրքի առիթով։ Բոլորից շնորհակալ եմ։ Քարորյա պատերազմը բոլորս գիտենք, թե ինչպես ցնցեց ոչ միայն Հայաստանը, այլև ամբողջ աշխարհը։ Եվ լսելով մեր որդիների անուրած հերոսությունների մասին, ողջ սփյուռքահայությունը Հայաստանի հետ մեկտեղ միախմբվեց, մի բռունց գրարձավ եւ կանգնեց հայ զինվորի կողքին, հերոսների ընտանիքների կողքին։ Եվ այդ միասնությունն ու ուժը օգնեց մեզ, ծնողներիս, շարունակել ապրել եւ ապրեցնել մեր որդիներին։ Սասունի մասին շատ է խոսվել, շատերը ճանաչում են իրեն նվիրված միջոցառումներ են եղել։ Դասասենյակ է անվանակոչվել իր ուսանած դպրոցում։ Դասասենյակ է անվանակոչվել մեր ծնողներիս հայրենի դպրոցում։ Լսարան է անվանակոչվել իր համալսարանում, Փառքի անկյուն, Պուրակ եւ Ցայտաղբյուր իր զորամասում։ Տասնյակից ավելի գրքեր, թերթեր եւ ամսագրեր անդրադարձ են արել Սասունիս մասին։ 10-րդ դասարանի հայոց պատմության դասագրքում քարորյա պատերազմը նկարագրող հատվածում նորից Սասունի մասին է։ Ուսումնական քննությունների հարցաշարերում նորից հարց կա Սասունի մասին։ Հայաստանի Մայթայ բոքսինգի մրցաշար նվիրված Սասուն Մկրտչյանին եւ այսպես կարող եմ շարունակել։ Ես միշտ փորձել եմ իմի վերել իմ մտքերը եւ հավաքել Սասունի մասին նյութերը, բայց չի ստացվել, դժվար էր։ Սակայն 44-օրյա պատերազմը, պարտությունը, այնուհետև Արցախի կորուստը ինձ ստիպեց եւ պարտավորեցրեց իմ տղայի կատարած սխրանքների եւ կյանքի մասին գրել։ Մենք պարտավոր ենք փոխանցել մեր մատաղ սերնդին հերոսների կատարած քաջագործությունները։ Նրանք պետք է դաստիարակվեն նրանց ոգով, որպեսզի չկորցնենք մեր հայրենիքը։ Գրքի մասին բավականին խոսվեց։ Ես չեմ շարունակի, մնացածն էլ ընթերցողը կգտնի գրքի էջերում։ Այսօր ուզում եմ շնորհակալական խոսքեր ասել։ Ես շնորհակալ եմ շատ մեր գրադարանի ժամանակավոր տնօրենի պաշտոնակատար Ռուզաննա Բարսեղյանին։ Իր մարդ տեսակի եւ իմ կողքին լինելու, միշտ իմ կողքին լինելու համար։ Խորին շնորհակալություն նախկին տնօրեն Հասմիկ Կարապետյանի, որը ամեն ինչ արեց այս գրքի ստեղծման պահից մինչև այս օրը։ Շնորհակալ եմ շատ։ Շնորհակալություն եմ հայտնում Մարինե Ղազարյանին, Աննա Ավոյանին, սիրելի Լիլիթներին, որոնք ամեն ինչ արեցին, որպեսզի այսօր ունենանք այս գեղեցիկ գիրքը եւ այս գեղեցիկ օրը։ Շնորհակալություն եմ հայտնում VMV տպարանի տնօրեն, ցավոք սրտի չկարողացավ ներկա լինել, Վարամ Մնացականյանին եւ իր բոլոր աշխատակիցներին, իրենց սրտացավ եւ մարդկային մոտեցման համար։ Շնորհակալություն բոլոր ելույթ ունեցողներին, բոլոր ներկաներին։ Շնորհակալ եմ մեր հերոսածին, հերոս ծնողներին, այսօր իմ կողքը կրկին անգամ լինելու։ Սասունիս մարտական ընկերներին, հրամանատարներին եւ քանի որ այսօր ընտրված օրեր բանակի տոնին ընդառաջ, թույլ տվեք շնորհավորել բոլոր զինծառայողներին, սահմանին կանգնած յուրաքանչյուր զինվորին եւ մաղթել խաղաղ ծառայություն եւ կայուն հայրենիք։ Հավերժ փառք մեր բոլոր անմահ հերոսներին, ուժ եւ կորով սահմանին կանգնած մեր զինվորին։ Շնորհակալ եմ։
ովքեր կցանկանան գիրք ունենալ, իմ մակագրությամբ թող մոտենան, ես սիրով կնվիրեմ։ Իդեպ գրքերը ամբողջությամբ նվիրատվություն են։ Հանդիպում ուզում եմ ավարտել Սասունի զինակից Սարգիս Ստեփանյանի տեքստով։ Բարև իմ Սասնացուր աղբեր, եկա եռաբլուր, եկա քեզ շնորհավորելու, եկա կրկին ու կրկին սիրտ ու հոգիս տված քաջ աղբերներիս հոգումը դուժի, շրջեցի, ընկարկեցի, խոսեցի, տղերքը ամեն մեկը յուրովի է ժպտում, խոսում, զայրանում, բազմաթիվ մարդիկ էին եկել քեզ տեսնելու, շատերս էինք մեր սերն ու կարոտը բերել քո տարեդարձին, շատերս էլ առանձին քեզ այնքան բան էինք ասելու, գրկելու, պատմելու, ինչքան երազ ու կարոտ կար քո մեջ, դեռ ինչքան ապրեցնող ու արարող տարեդարձներ խառնվեցին մորդ ու սիրելիիս երկնագույն աչքերում, իմ անարիկ աղբեր, իմ սասնախենթ ու խելար աղբեր, իմ մուրազի ու երազի գիժ աղբեր, չեմ ուզում գրել, թե ով էի, ինչեր արեցիր, բոլորը գիտեն, բայց հոգիս նվաղում եմ, սիրտս կծկված նիրհուր դարձած բրմնջում է վեր կաց եղբայրին, վեր կաց, դու դեռ երազ ունես կատարելու, աղբերս, հայս, հայուգենս, գիտեմ հիմա մարմինդ եռաբլուրում է, հոգիդ էրգրում, հիմա ճախրում ես քո երազ էրգրին, քո սասնա բարձր սարերում, անտառներում, հիմա թևերդ լայն բացած հսկում ես մհերի դուրը, հսկում ես հայոց երկրի սահմանն ու երկրան կամարը, իմ հավերժի զինվոր աղբեր, իմ կիսաերազ ու կիսամուրազ նահատակ աղբեր, խոնարհվում եմ շիրմին, հպարտանում, որ դու մերն ես, միայն մերը, մենք, որ ամեն մեկս մի ապրիլ ապրեցինք, ամեն զինվորի հետ նահատակվեցինք ու հարություն առանք, Քարորիայի սև դաշտում կրկին հայրենիք պաշտեցինք, խոնարհվում ենք ձեր շիրիմներին, իմ խաչի ու հավերժի զինվորներ, շնորհակալ եմ, պատիվ ունեմ։